Խիղճը ցանց է, ասում է Հովհաննես Երզնկացին։ Մեր հոգու մեջ ֆիլտր է դրած։ Ֆիլտրի նպատակն ինչ է, ջուրը մաքրելն է, չէ՞։ Եթե ֆիլտրի անցքերը շատ մանր լինեն, ինչ տեղի կունենա, անընդհատ կխցանվի, ջուրը մաքրելու փոխարեն ջուրը կդադարեցնի, չի գնայր ջուրը, չի անցնի միջով։ Եթե շատ մեծ լինեն ցանցի ֆիլտրի անցքերը, կրկին իր ֆունկցիան չի կատարի, ամբողջ աղտը կեղտը կգնա։ Հիմա ճիշտ այդպես էլ խիղճը դա ցանց է, ֆիլտր է մեր հոգում դրած։ Մենք ենք որոշում ինչ անցքեր։ Երբեք մարդիկ վերցնում են իրաց խղճի անցքերը այնքան են բացում, այնքան են մեծացնում, որ ինչ կենդանի, ինչ զեռում, ինչ օձ, ինչ գայլ, ինչ փիղ ասես մեջով չի անցնում, այսինքն իրաց խղճը չի գործում, չէ՞։ Տեսնում ես ծանր մեղավորներն վերջ է էլի։ Հազարավոր մարդկանց սպանել են, կոտորել են իրանց պատճառով, բռնաբարել են, ինչ ասես արել են, բայց ոչ պետք չի։ Խիղճը ոնց որ չի գործում իրանց։ Սա պատահում է ոչ քրիստոնյա մարդկանց հետ, ծանր մեղավորների մոտ իրանց խիղճը կարելի ասել չի գործում։ Քրիստոնյաների մոտ ինչ խիղճ է։ Մեր խղճի անցքերը շատ մանրին է ախր։ Ինչ փոշի ասես բռնվում է։ Քեզ պետք է անընդհատ հիմա պետք է ինգնես անընդհատ ֆիլտրդ մաքրես, հերիք է էլի։ Մի քիչ բացի այդ անցքերը։ Թող այդ փոշիները գնան, այդ քեզ վնաս չեն։ Հա։ Շատ բաների համար վրա աչք փակի։ Թեթև նայի, սա կեղծ խղճահարություն է, իրական խիղճ չի։ Ամեն նստում ենք օրերով դարդ ենք աղնում չեղած բանի մասին։ Մենք պետք է լավ նայենք, երբեմն քրիստոնյան պետք է մարդկանց մեղքը ուղիղ ասի, օրինակ հոգևորականը, ծնողը, պետք է խրատի, ասի, մի քիչ էլ պատժի, մի քիչ էլ ցավացնի, որ մարդը ուղղվի, շտկվի, խրատվի։ Դրանից խղճահարություն չպետք է ունենա, բայց ինչպես դու մարդուն պետք է սովորեցնես։ Հա։ Երբեմն ծնողները երկու ծայրահեղության մեջ են ընկնում, կամ անխտիր ծեծում են, պատժում են, չարչարում են, կամ էլ մի փոքրիկ թթու խոսքից նստում են դարդ են անում։ Երկու ծայրահեղությունն էլ սխալ է։ Միջին։ Եղել, դաղել։ Մի քիչ եղեցիր արդեն դաղելու ժամանակն է։ Շատ դաղեցիր, մի քիչ էլ եղես։ Հա։ Այսինքն պետք է գտնես այն միջին ճանապարհը, որ կարողանաս քո երեխային մեծացնել, դաստիարակել ինքդ քեզ նույն ձևով։ Շատ չպետք է դաղես։ Մի քիչ էլ պետք է եղես ինքդ քեզ։ Այսինքն շատ չպետք է բարձես քո վրա քո մեղքերը, որոնք եղել են կամ չեն եղել։ Հա։ Թեթև նայի։ Խիղճը ցանց է, դու ես ցանցի անցքերի մեծությունը որոշում, դու ես սահմանում։ Ճիշտ բռնիր, ճիշտ առաջնորդիր քո խիղճը։ Մենք ասում ենք խղճմտանք, մենակ խիղճը չի, միտքն էլ հետը կախված է, խղճմտանք։ Միտքն ու խիղճը իրար հետ պետք է համարձակցեն։ Երբ որ իմաստուն միտք է լինում, ուրեմն ճիշտ խիղճ է լինում։ Երբ որ հիմար միտք է լինում, ուրեմն սխալ խիղճ է լինում։ Ուրեմն խիղճն ու միտքդ իրար հետ պետք է համագործակցեն։ Ասում է բարությունը առանց իմաստության հիմարություն է։ Հա։ Իսկ խստությունը առանց բարության դաժանություն է։ Եթե մարդը խիստ է, բայց բարի չի, ուրեմն ինքը սադիստ է։ Բայց բարի մարդուն խստություն է պետք։ Եթե բարի մարդը խիստ չի, ուրեմն հիմար է։ Ուրեմն հիշեք, բարությունը առանց խստության հիմարություն է, իսկ խստությունը առանց բարության դաժանություն։